Ողջունում եմ ձեզ, սիրելի հետևորդներ։ Այսօր հինգշաբթի է։ Մեկնարկում ենք մեր հերթական հաղորդումը։ Խոսելու եմ հետընտրական զարգացումների մասին։ Իմ կանխատեսումները 100% ճշգրտությամբ կատարվել են։ Ինչու՞։ Որովհետև այն լրատվական տեղեկատվական հարթակներում, որտեղ ես ելույթ եմ ունենում, ընտրությունների մասին տրված ինֆորմացիան հետևյալն էր։ Երբ հաղորդավարը կամ լրագրողը հարցադրում էր անում ինձ, ովքեր են հաղթելու կամ որ քաղաքական ուժը հաղթելու հնարավորություն ունի, ես միշտ նշում էի, որ ավելի շատ ձայներ հավաքելու հնարավորություն ունի Նիկոլ Փաշինյանը, բայց միշտ ասում էի, որ բացարձակ հաղթանակ հնարավոր է չլինի։ Իսկ իմ համախոհների շրջանակներում արված կանխատեսումները անձամբ այդ ուժերի հավաքած ձայների կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին ես վերագրում էի մոտավորապես 47-ից 49% ձայների հավանականությունը, իսկ ընդդիմադիր ուժին մոտավորապես 36% այդ շեմը։ Ելնելով Գելափի այդ արդյունքներից մարդկանց մոտ հետաքրքրություն էր առաջացել, Գելափը բավականին բարձր էր տվել ձայները մոտավորապես 40 քանի տոկոս ընդդիմադիրներին, ես այսպես նաև իմ կանխատեսումները կատարեցի, որը կապված է նաև իմ մյուս կրթության հետ։ Ես մյուս կրթությամբ հոգեբան եմ, դուք գիտեք, նաև վերջին 2 տարիներ սովորել եմ կառավարման հոգեբանություն եւ այնտեղ ուսումնասիրել եմ եւ քաղաքականություն, եւ կառավարման մեթոդները, միջոցները, եւ նաեւ քաղաքական այդ ուժերի իմիջը, մանրակրկիտ այդ վերլուծությունները կատարել շատ թե քիչ տեղեկացված եմ, չնայած քիչ եմ օգտագործում այդ գիտելիքներս աստղաբանության մեջ, բայց սիրելի հետևորդներ, ասեմ, որ ամեն ինչ վերջացած չի, ինչպես ես նշում եի բոլոր հարթակներում եւ Իրավունք TV-ում, հենց այնտեղ վերնագիրը այդպես էլ գրված է, եւ Life Armenia հեռուստաընկերությունում եւ Արեգ TV-ում, այնտեղ քննարկումների ժամանակ լրագրողներից մեկն ասեց, որ հավատում եմ, որ այդ 3 հիմնական ընդդիմադիր ուժերի միավորմամբ կարող են հաղթահարել այդ շեմը եւ նրանք կդառնան իշխող կուսակցությունը։ Ես հակադրվեցի լրագրողին, չնայած նա համաձայն չէր իմ կանխատեսումների հետ, բայց շատ մեծ հարգանքով աստղաբանության այդ գիտության հանդեպ, իմ հանդեպ, քանի որ տեսել էր իմ տարիների փորձը եւ իմ կողմից կատարված կանխատեսումների ճշգրտությունը։ Միշտ ասում եմ, որ 80-90% իմ այդ առավելությամբ իմ կանխատեսումները կատարվում են։ Նրան ասեցի, որ չեմ տեսնում այդ երկուսին։ Ինչու՞, որովհետև Ռոբերտ Քոչարյանը բացառիկ անբարենպաստ դիրքերն է եւ ահա նա կորցրել է իր ձայների մոտավորապես 50%-ը։ Նա ասեց Գագիկ Ծառուկյանի դեպքում, ինչպես էս կանխատեսում, այնտեղ էլ ես նրան ասեցի, որ մոլորակային դիրքերը բարենպաստ չեն։ Իսկ ինչն էր հետաքրքիր, որ բացառիկ բարենպաստ դիրքեր ուներ Գուրգեն Սիմոնյանը, բայց նրա հնարավորությունները ավելի քիչ էին, քան Նիկոլ Փաշինյանինը եւ Սամվել Կարապետյանինը։ Ահա թե ինչ տեղի ունեցավ, այն քաղաքական ուժերը, որոնք հատում են 2%-ի շեմը, նրանք հնարավորություն են ունենում 5 տարի ստանալու տարեկան 25 միլիոն դրամ, զարգացնելու այդ կուսակցական, ներկուսակցական այդ ամբողջ սկզբունքները, բառացի ասեմ, ոտքի կհանեն կուսակցությունը եւ հաջորդ ընտրապայքարում նրանք հնարավորություն կունենան անցնելու ազգային ժողով։ Միտումը դա է եւ ահա ես հենց դա էի տեսել նրա քարտեզում։ Եթե նա ունենար նյութական, ֆինանսական, լրատվական այդ ամբողջ մեծ ռեսուրսները, որը ունեն այդ 4 ուժերը, ապա իմացեք, որ նաեւ տարիների փորձն է շատ կարեւոր, ապա իմացեք նա կարող էր մրցել եւ Նիկոլ Փաշինյանի հետ եւ Սամվել Կարապետյանի հետ։ Մոլորակային դիրքերը մոտակա 4-5 տարիներին նրան տանում են քաղաքական ասպարեզում այդպես լայն շրջանակների տիրապետելու եւ նաեւ հնարավոր է հետագայում նա կարողանա լուրջ պորտֆելներ զբաղեցնել քաղաքական դաշտում, եթե հնարավորությունների նույնիսկ արդեն երկրի ղեկավարման այդ կարևոր պաշտոնը կարող է ստանձնել։ Եվ սիրելի հետևորդներ, նաև ցանկանում եմ ձեզ հիշեցնել, արդեն մեկնարկում ենք աստղաբանության փուլը, հերթական փուլն է, կամաց-կամաց խումբը ձևավորվում է,
Հունիսի վերջ մենք սկսելու ենք այդ խմբի առաջին դասը։ Նրանք, ովքեր չեն հասցրել միանան խմբին, չգիտեմ, արդյոք կարող եմ մյուս տարիներին դասավանդել, բայց մոտակա տարուկեսվա ընթացքում անպայման կլինեմ այդ խմբի հետ։ Ես ասեմ, որ իմ այս մի խումբը չի ցանկանում վերջացնել եւ միշտ ես հնարավորություն եմ տալիս իմ ուսանողներին անպայման միանալու նոր խմբերի հետ, փորձի փոխանակում կատարելու եւ համատեղ ստեղծելու մեր աստղաբանական այդ հանգիստ մթնոլորտը։ Դե ինձ սիրելիներս, եթե ցանկանում եք, հեռախոսը այստեղ է, կարող եք գրել, պայմանները կուղարկեմ եւ դուք կդառնաք մեր խմբի մի հետաքրքիր անդամը։ Այնքան հետաքրքիր է, այնքան լուր ունեմ ասելու, տարբեր տեղերից հավաքագրված հետաքրքիր այսպես տեղեկություններ եմ ստանում։ Մյուս հաջորդ այդ տեղեկատվությունը, որը մի քիչ զավեշտալի է ինձ համար, բայց որոշել եմ ձեզ հետ կիսվեմ, այս ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո իմ ծանոթների շրջանակներում կան մարդիկ, որոնց մեղադրում են ինձ սատարելու հարցում, իմ կանխատեսումները տարածելու եւ իմ մասին այդ դրական մեկնաբանություններ կարծիք կազմելու մասին նրան ասել եմ, որ ինչպես ես հավատում Գայանային։ Նա ուղղորդված է ինչ-որ ծառայությունների կողմից, տեսնում ես, նա կրկին ճիշտ կանխատեսեց, նրան ասել էին, նա այդ ամենը հայտարարեց, իսկ հետո դրանից հետո տեղի ունեցավ այն, ինչը նա հայտարարում է։ Սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, եթե Գայանեն համագործակցեր այդ ուժերի հետ, Գայանեն եթեր դուրս չէր գա։ Գայանեն սիրում է աշխատել ժողովրդի հանրության հետ, Գայանեն սիրում է փորձի փոխանակում, սիրում է օգնել հանրությանը, նաև լսել նրանց խնդիրներ, նրանցից սովորել յուրաքանչյուր անձի հետ իմ շփումից ես մի փոքր մասնիկ, մի նախադասություն, մի փոքր գիտելիք տանում եմ ինձ հետ։ Ես նաև սովորում եմ իմ հետևորդներից, իմ համախոհներից եւ դա տևական է լինելու, իմացեք, որ Գայանեն ոչ մի քաղաքական ուժի չի հարել եւ չի հարելու։ Ասեմ ձեզ, որ շատ կարկառուն ներկայացուցիչներ տարբեր հարթակներից, տարբեր ուժերից փորձել են ինձ ներգրավել իրենց այդ շրջանակներին, նրանց բացարձակ մերժել եմ, ասել եմ, որ ես չեմ խառնվելու քաղաքականությանը, ես կամ որպես աստղաբան եւ կլինեմ հենց այդ մասնագետը։ Աստղաբանությունը հավերժ է, աստղաբանը կարող է տարիներով աշխատել, եթե այդ հնարավորությունը տրվի ինձ, իսկ քաղաքական գործիչները այսօր այս տարի մի քանի տարի կան եւ հնարավոր է նրանք կորցնեն իրենց պաշտոնները, բայց ես հնարավոր է կարողանամ այս տարիների ընթացքում համատեղ մեր զարգացումը ապահովել այս երկրում եւ նաեւ իմ աստղաբանական կանխատեսումներով օգնել ձեզ։ Սիրելի հետևորդներ, եւ ինչն էր հետաքրքիր, որ եւ մոլորակները եւ թվերը կապված են իրար հետ։ Իսկ դուք ձեզ հարց չտվեցիք, ինչու 13 համարի տակ գրանցված կուսակցությունը հրաժարվեց ընտրության իր իսկ մասնակցությունից, որովհետև նա 13 համարի տակ էր գրանցված։ Ես ձեզ ասեմ, որ մոլորակային դիրքերը, նաև թվերը իրենց ներգործություն ունեն անմիջապես մարդու կյանքի, նրա եւ կյանքի տևողության, եւ նրա գործունեության, եւ բնավորության, եւ նաեւ խառնվածքի, եւ ընդհանուր իր ապրած կյանքի վրա։ Այնպես որ չեն կարող խուսափել ոչ ոք եւ մոլորակների եւ թվերի ազդեցությունից, բայց ասեմ ձեզ, աստղաբանությունը մի քանի նիշ բարձր է գտնում եւ թվագիտությունից եւ մնացյալ այլ էզոթերիկ գիտություններից, որտեղ նրա հիմքում ընկած է ճշգրիտ մաթեմատիկական հաշվարկները եւ նաեւ այն աստղագուշակ բաղթագուշակները, որոնք այս ամիսների ընթացքում ցույց չտվեցին իրենց դեմքը եւ չկարողացան կատարել ճշգրիտ կանխատեսներ, միայն գովաբանելով, թե իրենք լավագույնն են, ունենալով 30-ից 50 հազար դիտում։ Իսկ այս տարիների ընթացքում ես ապացուցել եմ իմ գործունեությամբ, իմ աշխատանքի որակով, նաև իմ աշխատասիրությամբ։ Սիրելի հետևորդներ, ուրախ եմ, որ կրկին իրար հետ եք։ Շնորհակալ եմ, որ գրում եք մեկնաբանություններ, որ կիսվում եք իմ հաղորդումներով։ Այս ամիս ես ունեցել եմ մոտավորապես 2.5-ից 3 միլիոն դիտում սոցհարթակներում, հենց իմ այդ հարթակներում Instagram, Facebook եւ YouTube այդ դաշտերում։ Շնորհակալ եմ ձեզ, որ հետևողական եք, որ ձեր
դրական կարծիքն եք հայտնում, նաև սովորում եք ինձանից, եւ ես չեմ մեծամտանում, ասում եմ, որ ես էլ սովորելու բան ունեմ ձեզանից, եւ հենց դա կատարում ամեն իմ շփումը ձեզ հետ մի փոքր այսպես գիտելիք է տալիս ինձ։ Սիրելի հետևորդներ, ի վերջո, ինչ կարող է լինել։ Ինձ համար մի քիչ անորոշ վիճակ է։ Կարծում եմ, որ ողջ հայազգի մոտ է այդ անորոշ վիճակը, որովհետև մոլորակները գտնվում են երկվորյակի կենդանակերպում եւ բոլոր հարթակներում ասել են, որ բացառիկ, բարդ է կամ անորոշ է ամսի 15-ը, հունիսի 15-ը, որտեղ նոր ալուսին է ձևավորվելու երկվորյակի մոտապես 24 աստիճանում։ Նոր ալուսինը ոչ օգնող, ոչ էլ խանգարող դիրքեր ունի եւ հենց այդ օրը բախտորոշ է լինելու հայ ազգի համար։ Հնարավոր է, որ ընտրության արդյունքները չեղարկվեն, ինչը ասել են բոլոր հարթակներում։ Այո, այդ օրը բացառապես անորոշ դիրքեր են։ Հուսամ, որ մեր հայրենակիցները ճիշտ որոշում կկայացնեն, չգիտեմ, մանդատները վայր դնելու հարցը ավելի լրջանում է։ Դրա համար ես միշտ ասում եմ, որ հնարավոր է լինի երկրորդ փուլ։ Հենց այդպես էլ իրավիճակը գնում է, բայց ցանկալի է, որ այս ամենը վերջանա, ընդդիմադիր հատվածը անցնի իր գործին եւ միշտ հետամուտ լինի այդ կառավարման, այդ տարբեր պաշտոնները զբաղեցնող անձանց, այդ լծակներին իրենց վերահսկողությամբ կարողանան երկիրը տանել դեպի առողջացման ուղին։ Եվ մի կարևոր միտում, ինչու է աշխարհաքաղաքական վիճակը այսպես խառնված, ինչու են գտնվում խառնաշփոթ իրավիճակում։ Այդ ամենը պատրաստել է մեզ Ուրան եւ Պլուտոն տրիգոն դիրքավորումը, իհարկե նաև Նեպտունը Սատուրնի հետ խոյում։ Այսպես երկու սեքսիլներ եւ մեկ եռանկյունի դիրքավորումը, որը աստղաբանության մեջ կոչվում է բիսեքսիլ դիրքավորում, այդ բիսեքսիլ դիրքավորումը տանում է մեզ անորոշության, տանում է մեզ քաոսի, Նեպտունը անորոշություն, Ուրանը քաոս եւ նաև Պլուտոնը համակարգված փոփոխությունների ռեգեներացիա եւ կան երկրներ, այն հիմնական երկրները, որտեղ տեղի են ունենում այդ փոփոխությունները, նրանց ղեկավար կազմում հիմնականում ընդգրկված են օդի տարերքը։ Ես թվարկեմ, դուք լսեք։ Եթե դիտարկում ենք Դոնալդ Թրամփ, Նիկոլ Փաշինյան, նրանք երկվորյակ են։ Դոնալդ Թրամփը հունիսի 14, Նիկոլ Փաշինյանը հունիսի 1։ Նաև Սի Ցզինպին հունիսի 15 երկվորյակ, Ուրսուլա ֆոն դեր Լայն հոկտեմբերի 8։ Նաև այստեղ դիտարկում ենք Մասուդ Փեզեշքյան սեպտեմբերի 29-ը, երկուսն էլ կշեռք են։ Եվ նաև Բենյամին Նեթանյահու հոկտեմբերի 21 կրկին կշեռք։ Ասեցի, որ Վլադիմիր Պուտինը նաև կշեռք է, միշտ դրա մասին խոսում ենք եւ բոլորը գիտեն, դա գաղտնիք չի։ Մարկո Ռուբիո, նա ծնվել է երկվորյակի ազդեցության տակ մայիսի 28 եւ նաև այնտեղ Զելենսկին է, որը ջրհոսի ազդեցության տակ է։ Դե եկեք տեսեք, որ աստղաբանությունը չի աշխատում։ Իսկ ես միշտ ասում եմ, որ աստղաբանությունը աստղերը ոչ միայն հուշում են, նաև պարտադրում են եւ մոտակա այս մի քանի տարիների ընթացքում այդ մոլորակային դիրքավորումները հնարավոր է համատեղեն նրանց գործունեությունը եւ նրանք կարող են լինել համակարծիք շատ հարցերում։ Իսկ ձեզ թվում է Ռուսաստանը լարված հարաբերություններ ունի Հայաստանի հետ, այդ լարվածությունը թվացial է, նրանք եւ Վլադիմիր Պուտինը եւ Նիկոլ Փաշինյանը, նաեւ Դոնալդ Թրամփը այդ երեքը օդի ազդեցության տակ են ծնված։ Նրանք բարբերաբար կհամագործակցեն իրար հետ, որովհետև գտնվում են այդ իրենց համար բարեկամական կենդանակերպերի ազդեցության տակ։ Այսքանը սիրելիներս, շնորհակալ եմ, որ բաժանորդագրում եք ալիքին, դիտումների շեմը արդեն միայն YouTube հարտակում 11 միլիոնն է անցնում, շնորհակալ եմ, որ կիսվում եք հաղորդումներով, Facebook հարթակը մոտավորապես մի քանի միլիոնի շեմն է հաղթահարում, նաև ակտիվ եղեք Instagram-ում, էսթետիկ այդտեղ հարթակ է, գեղեցիկ հաղորդումներ են լինում, հենց այսօր եւ վաղը սպասեք հետաքրքիր հաղորդումների, լավ եղեք, մինչ մյուս շաբաթ։